Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության անդամ Արնոլդ Բլեյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, եւ ամենաթարմ նորությունը քաղաքական դաշտում դա Ռոբերտ Քոչարյանի վարչապետի թեկնածու առաջադրվելն է։ Հայաստան Դաշինքի համագումարին հայտարարվեց այդ մասին։ Ինչպես կմեկնաբանեք այս նորությունը։ Լավագույնս կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. հեղափոխությունից գրեթե 8 տարի անց երկրորդ նախագահը, ով ըստ իշխանության ուզուրպացրել էր իշխանությունը բռնի կերպով, անօրինական կերպով, բնականաբար, եւ ով այսօր պետք է ազատություն աղրսեր ճաղերի ետևից, իր սեփական հյուրանոցում հարցազրույցներ է տալիս, հիմա էլ մասնակցում է համագումարին եւ քաղաքական հայտ է ներկայացնում։ Բայց ժողովրդավարությունը դա է, պետք է իշխանությունն ասում է ժողովրդավարությունը դա է, պետք է ժողովուրդը իր քվեով կամ ընդունի կամ մերժի քաղաքական գործչին։ Ժողովրդավարությունը դա ամենաթողություն չէ, դա բարձի թողություն չէ, դա չի նշանակում, որ ցանկացած ոք, ով եւ ում նպատակն է տապալել ժողովրդավարությունը, թույլատրվի մասնակցել ժողովրդավարական process-ներին։ Դա հակառակը, դա հակաժողովրդավարական գործընթաց է։ Օրինակ այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում, դա հակաժողովրդավարական էր, որովհետև նույն ինքը Վարդան Ղուկասյանը եւ որոշ այլ նաեւ տեխնացուներ իրենք չպետք է գրանցվեին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որովհետև նախ իրենք ունեին քաղաքական անցյալ, որովհետև Վարդան Ղուկասյանը օրինակ 13 տարի կեղեքել է Գյումրին եւ այն ժամանակ, երբ օրինակ իշխանությունը Հայաստանում եղել է ուզուրպացված, բռնազավթված, նա եղել է այդ բռնազավթման մի մասը։ Եվ հետեւաբար, եթե օրինակ իշխանությունն իր մեջ կամ գտներ եւ քրեա իրավաքաղաքական գնահատական տար անցած 20, 25, 30 տարիների իշխանության բռնազավթմանը, ապա մենք չէինք ունենա այն քաղաքական պատկերը, որն ունենք 21 թվականից ի վեր ազգային ժողովում, Երևանի քաղաքապետարանում, Գյումրիում, այլուր, եւ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ մեծ վտանգ կա, որ 26 թվականի խորհրդարանը դա կարող է լինել նույնիսկ ավելի վատը, քան այն ինչ մենք ունենք 21 թվականին։ Եթե մենք չկարողանանք իրագործել ընդդիմափոխություն, որն ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան, որովհետև չի կարող իշխանությունը լինել լավ այսպիսի ընդդիմությամբ, այսպիսի ընդդիմությամբ կլինի այսպիսի իշխանություն։ Եվ պարոն Բլեյան, Քոչարյանն ասում է չեմ հանգստանալու, միջև այս իշխանությանը չհեռացնեմ, որովհետև նրանք պետք է պատասխան տան իրենց արածների համար։ Կհաջողվի Քոչարյանին։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ եթե ինչ-ինչ հրաշքով, որին ես չեմ հավատա, Ռոբերտ Քոչյանը վերադառնա իշխանության, ապա նա կլինի ավելի մոլեգար արյունարբու նախագահ, վարչապետ տվյալ դեպքում, քան նա էր իր նախագահության ժամանակաշրջանում։ Մենք կարող ենք փաստել, որ իր նախագահության ժամանակաշրջանը եղել է ամենա սպանություններով լեփլեցուն նախագահական ժամանակաշրջաններ։ Նախ ինքը եկավ հոկտեմբերի 27-ի խորհրդարանական սպանդով, իր նախագահության ժամանակ եղել են քաղաքական սպանություններ, եղել են քաղաքական հետապնդումներ, եւ նա հեռացել է մարտի 1-ով 2008 թվականի։ Արյամբ եկել, արյամբ շարունակել եւ արյամբ հեռացել է։ Այժմ նա ավելի գազազած կլինի, որովհետեւ մուրը հանելու նա հայ ժողովրդից, որ հայ ժողովուրդը հանդգնեց 2018 թվականին որոշել, որ այլևս նա պետք է ընտրի ով է լինելու իր ղեկավարը։ Ես չեմ հավատում, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը իրենց հետ կապակցված ուժերով կկարողանան Գյումրի 2 սցենար իրագործել 26 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Թող մեզ
դիտորդները հանգիստ լինեն, Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է նորից վարչապետ, բայց այստեղ շատ կարևոր է, որպեսզի ազգային ժողովում մենք ունենանք նաև նորմալ ընդդիմություն։ Հայաստանի Հանրապետությանը, հարատևությանը միտված ընդդիմություն, որը կլինի ոչ թե ընդդիմություն պետությանը, այլ պարզապես այլընտրանքային իշխանություն։ Պարոն Բլեյան, տեսեք, դուք ասում եք Քոչարյան, մարդասպանություն, Արյուն Արբու, դիակներ եւ այլն, նա ասում է իմ Իսկ ուր են ժամանակ, մեղադրանքները։ չէ, նա ասում է իմ ժամանակ աշխատավարձերն է մի քանի անգամ բարձրացել, նվազագույն թոշակն է բարձրացել, միջին թոշակն է բարձրացել, տնտեսությունն է կայունացրել, արտագաղթն է կանգնեցրել, անվտանգություն է ապահովել, ինչու իր թվարկած լավ բաները դուք չեք ասում։ Տեսեք, իրականում իր ժամանակաշրջանում եղել են լավ բաներ, բայց այդ լավ բաները եղել են ոչ թե որովհետև նա էր նախագահը, այլ որովհետև դա մի ժամանակաշրջան էր ամբողջ համաշխարհային տնտեսության պարագայում, երբ կար հիմնականում տնտեսական աճ։ Եվ այդ ամենը կանգնեց 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի ի հայտ գալով։ Եվ ինչ եղավ։ Հայաստանի տնտեսությունը պայթեց, որովհետև բաբլ էր, փուչիկ էր, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանը կառուցել այնպիսի տնտեսություն, որը նա պատմում է, թե իբր թե կառուցել էր, ապա 2008 թվականից հետո 9, 10, 11 թվականին, 12 թվականին մենք չենք ճռա եւ չենք փորձի նորից վերգտնել մեր ուժերը եւ դուրս գալ այդ ճգնաժամից։ Այլ երկրները, զարգացած երկրները, զարգացող երկրները շատ շուտ կարողացան ապակինվել, կազդուրվել եւ առաջ շարժվել։ Իսկ մեր մոտ դա չէր։ Մեր մոտ լրիվ խնդիր չկար դրված, որպեսզի պետությունն ուժեղանա։ Մեր մոտ խնդիր էր դրված Արցախը հանձնել Ադրբեջանին։ Եվ երբ հետևում ես քայլերին, թե որոնք են եղել այն կարևոր քայլերը, որոնք իրագործել է Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ արեց նա։ Արցախը հանեց բանակցային ուրեմն ձևաչափից, հայտարարեց, որ այլևս ինքն է բանակցելու, թափեց Արցախյան շարժումը ազգային ինքնորոշման սկզբունքից նա վերածեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճի, երբ սկսեց բանակցել Ադրբեջանի հետ, Մեղրին, Սյունիքը, Ղարաբաղի հետ, այդ փոխանակման ծրագիրը։ Հետագայում նա սկսեց թույլատնել Հայաստանի տնտեսությունն ինչպես հետևյալ կերպ, հանձնելով շատ կարևոր ռազմավարական օբյեկտները Ռուսաստանի Դաշնության տիրապետության ներքո։ Նա դա էլ է լավ բացնում, ասում է հերիք չի, որ գույքերը մնացին մեզ, մի հատ էլ Ռուսաստանը ներդրում արեց այստեղ։ Ասում է պետք է $100 միլիոն տայինք, բյուջեից փող դուրս գար, ասում է հերիք չէ, գույքերն եմ թողել երկրում, մի հատ էլ Ռուսաստանը ներդրում է արել, մի հատ էլ պարկը փակել եմ։ Իսկ օրինակ ինչու նույն կերպ Ղրղստանը չվարվեց։ Այդ ինչպես պատահեց, որ Ղրղստանը նույն ժամանակաշրջանում կարծեմ մոտ $200 միլիոն պարտքը պարզապես ներվեց Ռուսաստանի Դաշնության կողմից։ Իսկ ինչպես հասկանանք, օրինակ Կուբայի պարտքերը, Վենեսուելայի պարտքերը, որը մի քանի 100 միլիոնի էր հասնում, ամբողջությամբ ներվում էր Ռուսաստանի Դաշնության կողմից, իսկ Հայաստանի այդ խելացի երկրորդ նախագահը, այդ հեռատես եւ հայրենասեր երկրորդ նախագահը այդ $100 միլիոն չկարողացավ ներել տալ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, ում հետ նա քիմիական ինչ-որ ընդհանրությունների մեջ է գտնվում, թողելի ուրեմն ներդրումներ բերեր, ապահովեր եւ պահեր այդ կառույցները մեր մոտ։ Իդեպ իր նախագահության վերջին ամսում 2008 թվականի փետրվարին նա նաև հանձնեց երկաթգիծը Ռուսաստանի Դաշնության տիրապետության ներքո, իսկ նա ինչու չի խոսում, թե ուր են Հարավկովկասյան երկաթուղու արված ներդրումները, որոնք փաստաթղթավորված ներդրումներ պետք է լինեին, որտեղ դա էր պայմանագրորեն ամրագրված, դրանք չկան։ Եվ այստեղ հարց է առաջանում իշխանության այսօրվա։ Իսկ ինչ եղավ 2018 թվականին այդ քրեական գործը, որը հարուցվել էր հարավ Կովկասյան երկաթուղու
հանդեպ, որը հետո ոչ կարճվել է, ոչ ընթացք է ստացել, այդպես դարակներում մնացել է։ Քոչարյանն ինչ անի, որ Լավրովի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա փակվեց այդ գործը։ Քոչարյանը այդ բան չի կարող անել։ Քոչարյանն ինչ արեց, նա հանձնեց Ռուսաստանին։ Հիմա Փառք Աստծո հույս կա, որ ի վերջո մենք կարողանանք երկաթգիծը, ինչպես օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցերը ապառուսականացվեցին, նույն կերպ կապառուսականացվեն նաև մեր հայկական երկաթգծերը, հայկական երկաթգիծը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ բան չի կարող անել։ Նա մեկ բան կարող է անել. հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, իր հետ տանելով իր օլիգարխներին։ Ռոբերտ Գուրգեն ներողություն Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Անդրանիկ Թևանյանին, Դաշնակցությանը։ Դե լավ, Անդրանիկ Թևանյանից ինչ օլիգարխ։ Անդրանիկ Թևանյանը օլիգարխ չէ։ Ես չեմ ասել, որ նա օլիգարխ է։ Չասեցիք Բայց նա պետք է օլիգարխն է։ հա, իր օլիգարխներին նկատի ունեի իր հետ կապակցված օլիգարխներին, նաև հակապետական գործիչներին, ովքեր գնում էին Դոնբաս եւ երթում էին ուտում այնտեղ օկուպացված ուժերի հետ միասին։ Եվ տեսեք Քոչարյանի իր ելույթում անուղակի նաև ակնարկներ է ուղում Սամվել Կարապետյանին, երբ որ փորձառության մասին է խոսում, ասում է ես միակն եմ, որ կարող է դա անել։ Սա ինչ է նշանակում, որ նրանք չնայած որ ասում են մենք ընդդիմության դաշտում ենք, իրար հետ կիսելու բան չունենք, մեր նպատակը այս ինչպես իրանք են նշում ազգակործան իշխանությունից ձերբազատվելն է, բայց իրականում իրենք նաև մրցակցություն ունեն։ Տեսեք, ես չեմ հավատում, որ կա շատ լուրջ մրցակցություն, ես կարծում եմ պատեհ պահին բոլորն էլ կանգնելու են Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ես կարծում եմ, որ թե Սամվել Կարապետյանն ենք, թե Գագիկ Ծառուկյանն ենք, իդեպ պարոն Ծառուկյանը ինքը նաև բարձրաձայնել է, որ նա չի ցանկանում վարչապետի աթոռին ուրեմն չի փորձելու ստանձնել վարչապետի աթոռը եւ հետեւաբար իրենք բոլորն էլ սատարելու են Ռոբերտ Քոչարյանի վարչապետության տեխնացությունը։ Նամանավանդ որ գիտենք, որ Սամվել Կարապետյանը ունի Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություն եւ այս պայմանությամբ դերևս Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ ինչ-որ պրոցեսներ են գնում այդ քաղաքացիություններից հրաժարվելու, բայց մենք վստահ չենք կարող լինել, որ դա իրապես այդպես է, նամանավանդ որ իրենք չունեն վստահություն, որ դրա կարիքը կլինի եւ Սամվել Կարապետյանը կառաջադրվի որպես վարչապետի տեխնացու։ Միջ այդ մենք հիշում ենք, որ իրենք ասում են, որ Նարեկ Կարապետյանը կլինի անցումային վարչապետ, այդ ընթացքում ազգային ժողովը չնայած անիրատեսական կերպով չէին ունենա 2/3 ազգային ժողովի, բայց իրենք ինչ-ինչ կերպով կարողանային համանդրական փոփոխություն իրականացնեին եւ Սամվել Կարապետյանին դարձնել վարչապետ։ Թերևս իրենք հասկացան, որ դա այնքան անիրատեսական է հնչում, որ նույնիսկ իրենց հետևորդները դա բարձրաձայնեցին եւ հետեւաբար իրենք այժմ ասում են, որ ոչ թե այդ ուղով են գնալու, այլ պարզապես Սամվել Կարապետյանը կհրաժարվի իր քաղաքացիությունից Կիպրոսի եւ Ռուսաստանի։ Բայց քանի որ իրենք չունեն վստահություն, որ դրա կարիքը կլինի, բնականաբար իրենք այդ process-ը չեն սկսել։ Եվ հետեւաբար այդ ժամանակ միակ տեխնացուն, որը կմնա, դա Ռոբերտ Քոչարյանն է լինելու եւ իրենք բոլորը ինչ-որ հուշագիր կստորագրեն, ամեն մեկը ինչ-որ մի պաշտոն կստանա, կբաժանեն։ Ի վերջո մենք հիշում ենք, թե ինչ արեց Արթուր Բաղդասարյանը 2008 թվականից հետո, երբ նա երրորդ տեղում էր, երբ հետո մարտին կարծեմ արդեն 4 կուսակցությամբ կոալիցիա կազմեցին ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, Դաշնակցություն, իրենք բոլորը բաժանեցին Հայաստանի Հանրապետությունը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո։ Եվ իշխանությունը հարգելի Նարեկ, այստեղ շատ կարևոր է ասել, շատ լավ լծակ ունի իր ձեռքում, որպեսզի այդ 4 կուսակցություններին չթույլատրի մասնակցել քաղաքական process-ներին, որովհետև սեպտեմբերին Եվրոպական դատարանը վճիռ կայացրեց, ըստ որի իրենք ասացին, որ օրվա իշխանությունները խախտել են մարդու ապրելու իրավունքը։ Եվ դա մենք կարող ենք օգտագործել որպես լծակ ազգային ժողովում օրենսդրորեն
զրկել ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ Դաշնակցությանը զբաղվել քաղաքական process-ներով, որովհետեւ իրենց նախագահության եւ իշխանության օրոք իրենք դիտավորյալ զրկել են մարդու ապրելու իրավունքը։ Դա շատ կարևոր է փաստել եւ իշխանությունը դեռ չի գնացել այդ քայլի եւ ես հույս ունեմ, որ իրենք դեռ կգնան։ Պարզապես եթե հարցումներով Սամվել Կարապետյանն ավելի բարձր ռեյտինգ ունի, ինչու պետք է իր ռեյտինգը զիջի Քոչարյանին, եթե համախմբման կարիք լինի, ինչու իր ձևավորած ուժի շուրջ չպետք է լինի այդ համախմբումը եւ լինի օրինակ Քոչարյանի Հայաստան դաշինքի։ Ես չեմ հավատում, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի տեխնացուները Նարեկ Կարապետյանի օգտին կքվեարկեն։ Ես չեմ պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանը կքվեարկի Նարեկ Կարապետյանի վարչապետ դարձնելու օգտին։ Իսկ Սամվել Կարապետյանը պարզապես օրենսդրորեն չի կարող մասնակցել։ Ես կարծում եմ, որ նա նույնիսկ ցուցակում էլ չի լինի որպես պատգամավոր, որովհետև նա չի հանդիսանում միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ հետևաբար իրենք այլ թեկտածու չունեն։ Իհարկե կարող են անակնկալներ լինեն, մենք տեսել ենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր բոլորովին վերջերս այդ ցույցին եւ չնայած ինքը հայտարարում էր, որ չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց դե ինչ անենք։ Սերժ Սարգսյանը ժամանակին շատ բարձր հայտարարում էր, որ նա սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնի երկրի վարչապետի կամ նախագահի պաշտոնին։ Բայց նա դրժեց իր խոստումը, ով ասաց, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նույնը չի անի։ Չկա այդ վստահությունը։ Պարոն հայտնի է, որ սահմանադրության տեքստը արդեն պատրաստ է, քննարկվելու է իշխող կուսակցությունում, հետո նաև հանրայնացվելու է, բայց ակնհայտ է մի բան, որ անկախության հռչակագիրը չի լինելու սահմանադրության նոր տեքստում։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, թարապես ես դժվարություններ եմ տեսնում, որ այդ սահմանադրությունը կարողանան իրենք փոփոխել, որովհետև մենք հասկանում ենք, որ լինելու է հանրաքվե, իսկ հանրաքվեին ընտրողների 50% պլյուս մասնակցություն պետք է լինի։ Դա շատ դժվար process է եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հնարավոր զարգացումներ կլինեն, որոնք կստիպեն Հայաստանի Հանրապետության ընտրողների 50% քաղաքացիներին գնալ եւ մասնակցել ընտրությունների։ Կարևոր է, որ մասնակցությունը լինի 50%, հասկանում եք, դա շատ դժվար ցուցանիշ է։ Ամենայն հավանականությամբ քաղաքացիների մեծամասնությունը ուրեմն նամանավանդ որ հաշվի առնելով հունիսին ամենայն հավանականությամբ, որ քաղաքացիական պայմանագիրը կվերընտրվի եւ նա կստանա վստահության քվեն եւ ամենայն հավանականությամբ աշտանը, ինչպես ենթադրվում է, երբ հանրաքվեի կդրվի արդեն նոր սահմանադրությունը, այդ ժամանակ ընտրողների մեծամասնությունը կքվեարկեն հօգուտ նոր սահմանադրության, բայց արդյոք 50% մասնակցություն կլինի, այդ դա հարցական է։ Դա իրապես հարցական է, բայց դա չեմ ասում, որ անհնար է, որովհետև մենք չգիտենք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնքան հարաբերող ժամանակաշրջանում ենք ապրում, մենք չգիտենք ինչով է ավարտվելու Իրանում պատերազմը, արդյոք ավարտվելու է, ինչ զարգացումներ կլինեն Ուկրաինայի շուրջ, այնքան խնդիրներ կան, որ դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կլինի 1 ամիս հետո, 2 ամիս հետո, իսկ թե ինչ կլինի աշտանը առավել եւս։ Ես կարծում եմ, եթե իրապես իշխանությունն ուզում է, որպեսզի անկախության հռչակագիրը դուրս գա այդ սահմանադրությունից, ապա դրա հետ մեկտեղ պետք է շատ լուրջ այլ կարևոր բաղադրիչներ ներգրաված լինեն այդ սահմանադրության մեջ, որոնք նաև appealing կլինեն, հասարակության համար ցանկալի կլինեն, որպեսզի իրենք գնան եւ քվեարկեն եւ մասնակցեն թերապես հանրաքվեի եւ ստորագրեն հանուն նոր սահմանադրության, բայց կտեսնենք։ Ամենայն հավանականությամբ շատ շուտով արդեն այդ նախագիծը կհրապարակայնացվի եւ հետո կսկսվի արդեն
feedback ստանալու ժամանակաշրջանը, երբ արդեն քաղաքացիները, քաղաքասարակությունը, կուսակցությունները հնարավորություն կունենան իրենց գնահատականը հայտնել այս եւ այն դրույթների շուրջ ինչ-որ փոփոխություններ տեղի կունենան սահմանադրության հետ։ Դա խնդրահարույց չէ, որ փորձում է իշխանությունը անկախության հռչակագիրը ջնջել գցել մի կողմ։ Տեսեք, եկեք առերեսվենք իրականության հետ։ Այսօր արդյոք կան մարդիկ, ովքեր իրապես հավատում են, որ կարելի է նորից Արցախն ու Հայաստանը, ոչ թե նորից, այլ թերապես կարելի է Արցախն ու Հայաստանը վերամիավորել իրար։ Ինչպես օրինակ բխում է այդ հռչակագրից։ Իհարկե դա անիրատեսական process է, եւ հետեւաբար եթե մի բան անիրատեսական է, կարծում եմ քաղաքացիներն կհասկանան, որ կարելի է եւ չներառել սահմանադրության մեջ։ Ուրիշ բան է, որ քաղաքացիները գնալով հանրակրվեի նաեւ կգիտակցեն, որ դա կարծես թե Իլհամ Ալիևի պահանջն է եւ այստեղ է խնդիր, թե արդյոք իրենք պատրաստ են այդ պահանջի ներքո հանրակրվեին մասնակցել։ Ես կարծում եմ, որ մենք հնարավորինս դա պետք է դարձնենք ներհայկական, ներհայաստանյան, կարողանանք հասկանալ, թե արդյոք դա մեզ պետք է, ի վերջո Իլհամ Ալիևն այսօր կա, իսկ վաղը չի լինի, իսկ Հայաստանը կլինի, սահմանադրությունը կլինի, հուսանք սա երկար տարիներ դա դեռ մեզ կծառայի, որովհետև այդքան էլ արդյունավետ չէ, այդքան հաճախ փոխել սահմանադրությունը։ Սա դրսից Ադրբեջանից ճնշում է անկախության հռչակագիրը հանելը։ Դե մենք տեսնում ենք, որ դա իրենք պահանջ են ներկայացնում։ Ես չեմ կարծում, թե իրապես Իլհամ Ալիևը հավատում է, որ դիցուք մենք փոխեցինք սահմանադրությունը, հանեցինք այդ ուրեմն անկախության հռչակագիրը, բայց ենթադրենք մի 5 տարի հետո լինում է ռևանշիստների հեղափոխություն Հայաստանում եւ իրենք հայտարարում են, որ իրենք ներողություն թքած ունեն, թե արդյոք կա այդ հռչակագիրը, թե չկա, մենք ուզում ենք մեր հողերը հետ վերցնենք։ Վստահաբար այդ սահմանադրությունը չի պայելու իրենց հետ, որպեսզի իրենք գնան ինչ-որ ռազմական գործողությունների եւ դա նաեւ շատ հանգիստ գիտակցում է Իլհամ Ալիևը։ Պարզապես նա ի սկզբանե արդեն երբ թարապես ցանկություն չուներ որևէ խաղաղարարական գործունեության մեջ մտնել Հայաստանի հետ, բերել էր մի այնպիսի նախապայման, որն ի սկզբանե ըստ իրեն այդ process-ը կթաղեր հենց իր սաղմնային վիճակում, բայց մենք ունեցանք փոփոխություն Միացյալ Նահանգներում ու վարչակազմը կարողացավ բերել Իլհամ Ալիևին կառուցողական դաշտ, մենք ունեցանք նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների խիստ խզում, որն էլ իր հերթին դարձրեց Իլհամ Ալիևին էլ ավելի կառուցողական եւ ունենք այն ունենք, ինչ ունենք։ Տեսնենք թե ինչ կլինի։ Պարոն եւ ելի վերադառնալով ընտրությունների թեմային, ձեր ուժը հավակնում է ընդդիմափոխության։ Դուք ինչպես եք կարողանալու պայքարել Ծառուկյանի, Քոչարյանի, Սամվել Կարապետյանի դաշնակցության դեմ, որպեսզի կարողանաք իրենց տեղերը զբաղեցնել խորհրդարանում։ Այո, իրականում մենք հասկանում ենք, որ ընտրությունները լինելու են ազատ, բայց ընտրությունները չեն լինելու արդար, որովհետև արդար չէ այսպիսի ուժերի հետ, այսպիսի մեծ գումարների հետ եւ այսպիսի զեղծարարությամբ մեծ փորձ ունեցող ուժերի հետ մտնել մրցակցության մեջ։ Մյուս կողմից մենք նաև գիտակցում ենք, որ այն անձը, ով գնալու է եւ ընտրություն կատարի, իրենք ոչ թե ընտրություն են կատարելու մեր եւ իրենց միջև։ Օրինակ իրենց ընտրողը փորձելու է ընտրություն կատարել Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի միջև։ Այսինքն մենք հույս չունենք, որ իրենց ընտրողներից ինչ-որ մեկը պետք է գա եւ ձայն մեզ տա։ Մենք գործ չունենք իրենց ընտրողների հետ։ Մեր նպատակն է այն քաղաքացիները, ովքեր թերապես ոչ ոքին չեն վստահում, չեն հավատում կամ հիասթափվել են կամ ուզում են իրապես գիտակցում են, որքան կարևոր է ընդդիմափոխությունը Հայաստանում, այդտեղ է մեր քվեն։
ի վերջո մոտ 60 քանի տոկոս ընտրողների իրենք ոչ ոքի նախապատվություն չեն տալիս։ Եվ մեր նպատակն է, որպեսզի իրենց մեր ձայնը լսելի դարձնենք հենց այդ ընտրողների մոտ։ Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, մենք նաև տեսնում ենք, որ մեզ շատ են գրում միավորվեք, դա իրապես հանրային պահանջ է, եւ մենք հայտարարել ենք, որ մենք բաց ենք միավորվելու շուրջ, հանուն հանրապետության կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, մասնակցելու է մեր կուսակցության անունով, բայց ընդլայնված կազմով, այսինքն այնտեղ լինելու են այլ քաղաքական գործիչներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ, հայտնի մարդիկ, եւ մենք ականջալուր ենք լինում մեզ այդ հանրային պահանջի եւ մենք ընդլայնվում ենք։ Ովքեր են հիմա համաձայնվել ձեզ հետ ընտրությունների գալ։ Շուտով մենք կհայտարարենք, դեռ քննարկումներն ընթանում են, մենք դեռ ժամանակ ունենք եւ երբ արդեն ամբողջական պատկերը կունենանք, այդ ժամանակ արդեն իհարկե մենք կհայտարարենք դրա մասին։ Այժմ քանի դեռ քննարկումներ են գնում, վաղ ժամ է։ Հիմնականում անհատներ են, թե նաև այլ ուժերի հետ եք քննարկումներ անցկացնում։ Ուժերի հետ ենք քննարկում, մենք բաց ենք բոլորի հետ, բոլոր այն մարդիկ, քաղաքական կազմակերպությունները, անհատները, ովքեր կիսում են այն տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի խաղաղ, Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական, Հայաստանը պետք է լինի եվրոպական, մենք իրենց հետ ունենք ընդհանուր տեսլական, մենք իրենց հետ կարող ենք համագործակցել։ Մենք գտնում ենք, որ 25 թվականին երկու կարևոր իրադարձություն է եղել։ Դա Եվրաքվեի նախագիծներ եւ դա օգոստոսի 8-ի նախագիծներ։ Եվ այդ դրա հիման վրա մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել։ Հիմա կոնկրետ որ ուժերի հետ եք քննարկումների մեջ։ Արեք, թույլ տվեք այս բանը ես չպատասխանեմ այս հարցին, որովհետեւ այդ ուժերի հետ մենք քննարկում ենք, այդ անձանց հետ մենք քննարկումների մեջ ենք։ Հենց եղավ արդեն վստահություն, որ մենք գնում ենք առաջ, որ մենք ունենք նույն ճանապարհը, իհարկե մենք դրա մասին կբարձրաձայնենք, համագումար պետք է անենք, ագին գործ կանելու։ Եվ ամենայն հավանականությամբ ապրիլին արդեն ամեն ինչ հայտնի կլինի, եթե ոչ ավելի շուտ։ Նաև ձեր վարչապետի տեխնացուն հայտնի չի այս փուլում։ Դե գիտեք, իրականում այդքան կարևոր չէ թե ով է լինելու վարչապետի տեխնացուն, որովհետև մենք չենք խափում մեր քաղաքացիներին եւ ասում, որ մենք գալիս ենք Նիկոլ Փաշինյանին իշխանափոխությունից զրկելու։ Մենք հասկանում ենք եւ վերջո, որ այսօր չկա քաղաքական ուժ կամ քաղաքական ուժերի միավորում, որոնք կարող են քաղաքացիական պայմանագրին իշխանափոխությունից զրկելու։ Կարծում եմ հունիսի 7-ին էլ մենք դրա ականատեսը կլինենք։ Մեր նպատակն է, որպեսզի այ հաջորդ ընտրությունների ժամանակ, այդ ժամանակ կարողանանք արդեն իսկապես մեր արդեն խորհրդարանական գործունեության արդյունքում ցուցադրել, որ ընդդիմությունը դա բոբո չէ, ընդդիմությունը դա այլընտրանքային քաղաքականություն է, այլընտրանքային իշխանություն է, եւ ի վերջո այլընտրանքային իշխանությունը պետք է լինի նաեւ հերթական հնարավոր իշխանություն։ Այս է կարևոր։ Եվ ինչ է կարծում, ձեզ հաջողելու է այս գործընթացում արդյունքներ ունենալ։ Դե իհարկե մենք կարծում ենք, որ հաջողելու ենք, այլապես չենք զբաղվի դրանով, որովհետեւ դա ագին մեծ ռեսուրս է, պահանջում թե ֆինանսական, թե մարդկային, թե հոգեբանական, նյարդային, ժամանակի առումով դա շատ լուրջ աշխատանք է, թևերը կշտած աշխատում ենք եւ նպատակ ունենք, որպեսզի հասնենք յուրաքանչյուր քաղաքացու եւ իրենց հասկացնենք, որ դուք հանգիստ եղեք, ձեր Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է, բայց կարևորը որ ազգային ժողովում լինի այնպիսի ընդդիմություն, որը նաեւ կսաստի իշխանությանը եւ կստիպի տպավորություն է, որ դուք ուզում եք ներողություն, տպավորություն է, որ ուզում եք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատել։ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելը դա ճիշտ ձևակերպում չէ։ Մենք ուզում ենք, որ ազգային ժողովում լինի ընդդիմություն, որը կլինի այլընտրանքային իշխանություն եւ որը նաեւ provider-ը կլինի քաղաքացիների հարցերի եւ կկարողանա բացահայտել այդ հարցերը ազգային ժողովում, որպեսզի ազգային ժողովում ոչ թե լինի գող պիսոկ քաչալ շուն այդ կռվոցը, որ մենք տեսել ենք 21 թվականից ի վեր, այլ կլինեն իրապես հարցադրումներ, որոնք միտված կլինեն
պետության զարգացմանը։ Դա շատ կարևոր է, մենք կարոտ ենք մնացել, որպեսզի ազգային ժողովում լսենք սուր քննարկումներ Հայաստանի Հանրապետության ապագայի մասին։ Մենք չենք լսում նմանատիպ քննարկումներ։ Մենք չենք լսում ազգային ժողովի ընդդիմադիր հատվածից այնպիսի հարցադրումներ իշխանությանը, որոնք կստիպեն իրենց գնալ շատ լուրջ բարեփոխումների։ Հակառակը, այս ընդդիմությունը մտածում է ինչպես անի, որպեսզի իշխանությունը հնարավորինս շատ բաց թողումներ անի, որպեսզի դրա հաշվին իրեն գան իշխանության, այսինքն որքան վատ Հայաստանի համար, իրենց համար, այդքան լավ իրենց ընդդիմության համար։ Դա անտրամաբանական ձևաչափ է, այդպես չպիտի լինի ընդդիմությունը։ Պարոն Բլեյան, տեսեք, քննչական կոմիտեն մի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են 26 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել մեր ձևով կուսակցությանը, ինչ որ դեռ նաև հայտարարության մեջ նշվում է տուն պայթացնելու մասին, Գազպրոմի թեմա կա եւ այլն։ Սա ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք սրանով իսկ իշխանությունը հիմքեր չի ստեղծում, որ ընտրություններից մի ոտ շուտ հայտարարի ասի այ սենց խնդիրներ կա, ձեզ չեն գրանցում։ Եվ պետք է բայց այդպես էլ պետք է անեն եւ հույս ունեն, հենց այդպես էլ լինելու է։ Եվ ես կարծում եմ, որ ազգային ժողովում չպետք է լինեն նմանատիպ ուժեր, որոնք զորով բերում են մարդկանց ընտրությունների։ Ես դեմ չեմ, որ ազգային ժողովում լինեն ընդդիմություններ բնականաբար։ Ազգային ժողովին պետք է ընդդիմություն, բայց ընդդիմությունը պետք է լինի ռազմավարության, մարտավարության շուրջ։ Ոչ թե ընդդիմություն, որը կհայտարարի, որ Հայաստանը պետք է միանա Ռուսաստան, Բելարուս միութենական պետությանը։ Մենք օրինակ նորմալ կդիտարկենք, եթե ունենայինք ազգային ժողովում կուսակցությունները, որոնք կհայտարարեին, որ Հայաստանը պետք է միանա Ադրբեջան-Թուրքիա միութենական պետությանը։ Ոչ։ Իսկ ով ասաց, որ Ռուսաստան-Բելարուս միութենական պետությունը դա նորմալ է, իսկ Թուրքիա-Ադրբեջան միութենական պետությունը նորմալ չէ։ Եթե օրինակ Ռուսաստանից պետական մակարդակով այստեղ հայտարարում են ռազմական հատուկ գործողություն իրականացնելու մասին, եւ դրանից հետո դեռ որևէ քաղաքական ուժ կարող է հայտարարել, որ իրենք պրոռուսական են, բայց այդպիսի ուժեր պետք չեն։ Ազգային ժողովում էս պետք չի ոչ պրոռուսական, ոչ պրոադրբեջանական, ոչ պրոթուրքական կուսակցություններ։ Այնտեղ պետք է լինեն պրոհայկական կուսակցություններ, որտեղ առաջնայինը լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետությանը այսօր պետք է բարեկեցիկ կյանք։ Շարքային քաղաքացուն պետք է բարեկեցիկ կյանք։ Իրենք այնքան շատ չեն մտածում Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա, չգիտեմ, այն շարքային քաղաքացուն պետք է բարեկեցիկ կյանք։ Խաղաղ, զարգացած երկիր։ Սա իրենց պետք։ Բարձր աշխատավարձ, բարձր թոշակ, որակյալ սնունդ, որակյալ ճանապարհներ։ Ընտրվելու ձեր հույսը ո՞րն է։ Դուք ձեր կուսակցության անունը չկար միջազգային հանրապետական ինստիտուտի վերջերս հրապարակած հարցումների նույնիսկ 1%-անոց ուժերի ցանկում, հա, այսինքն սա ցույց չի, որ շանս չունեք։ Ոչ, որովհետև նախ մենք այդ ժամանակ դեռ չէինք հայտարարել, որ մասնակցելու ենք, եւ այդ հարցումները իրականացնում էին այն ուժերի միջև, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ են գնում են մասնակցում են ընտրությունների։ Այլ հաջորդ արդեն հարցումների ժամանակ մենք կարողանանք արդեն իրապես պատկեր ստանալ, թե ովքեր են մասնակցում, թե ինչ տոկոս ունենք։ Բայց նորից եմ ասում, դեռ ժամանակ կա, մարտի 16-ն է, մարտի 17-ը, հետո ապրիլ, հետո մայիս, այսինքն մենք մոտ 3 ամիս ժամանակ ունենք եւ 3 ամիս ահագին ժամանակ է, որպեսզի քաղաքացիները հասկանան, որ Հայաստանի Հանրապետության պետք է նոր ընդդիմություն եւ նոր ընդդիմությունը հնարավորություն կունենա ստանձնել նոր իշխանություն հաջորդ ընտրությունների ժամանակ, որովհետեւ նախ խաղաղությունը չի կարող լինել միայն մեկ ուժի գործը, չի կարող մեկ կուսակցություն ստանձնել խաղաղության այդ պատվիրանը եւ գնալ առաջ։ Դա պետք է լինի համազգային համախմբում խաղաղության, ժողովրդավարության, եվրոպական ինտեգրման շուրջ։
Եվ այստեղ է շատ կարևոր որպեսզի ազգային ժողովում լինի նմանատիպ ընդդիմություն, որը կկարողանա այդ 3 առաջ տանել, որը կստիպի իշխանությանը մեկ կոշուտ դուրս գալ ԵԱՏՄ-ից, դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել Եվրոպական միության անդամակցությանը, շատ լուրջ հարաբերություններ զարգացնել Հնդկաստանի հետ եւ մնացած այլ բոլոր պետությունների հետ, ում հետ մենք ֆիքսել ենք, որ ունենք տեսլականի նպատակների, արժեքների ընդհանրություն, որոնք կասկածի տակ չեն դնում Հայաստանի Հանրապետության գոյությունը, մեր սահմանները, որոնք կասկածի տակ չեն դնում հայերի պետություն ունենալու իրավունքը։ Այս է կարևոր։ Իսկ իշխանությունը այս ընդդիմության պարագայում արխային վիճակ է։ Ինչքան ուզես այնքան բան ունեն Բեռնախցիկում Քոչարյանենք ու Սարգսյանենք ու Կարապետյանենք, հա կսկսեն իրենք ասել դուք այսինչ, դու այնենց, դու այսենց, դու այնենց, հետո շարքան քաղաքացիել արտզզվել այդ ամեն ինչից։ Ինչքան կարելի է այդ գզվռտոցը տեսնել քաղաքապետարանում Երևանի ազգային ժողովում։ Պետք է իսկական քաղաքական բովանդակություն, առողջ քաղաքական քննարկումներ, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված քննարկումներ։ Սա է պետք տեսնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այն ինչ մենք տեսնում ենք օրինակ բրիտանական խորհրդարանում, օրինակ, ոչ թե այն ինչ մենք տեսնում ենք այս խորհրդարանում, իշխանությունը նույնպես քանի անգամ մենք լսել իշխանության ներկայացուցիչներից, որ ասում են դուք նվեր եք մեր համար այսպիսի ընդդիմությունը, իհարկե, կոռումպացված, գողացել եք, կերել եք, այն մյուսներն էլ հողատու, ինչքան կարելի է։ Դու թուրք ես, դու ռուս ես, ինչքան կարելի է։ Դրա վերջը պետք է լինի, թե չէ։ Եթե մենք չկարողանանք հասնել ընդդիմափոխության, այսինքն մենք ինչ ենք պատկերացնում, որ լինելու է իշխանություն, ու լինելու է Սամվել Կարապետյան, Քոչարյան ու Բարգավաճ, այսպիսի խորհրդարան ենք մենք ուզում տեսնել 26 թվականի հունիսի 8-ին։ Կատաստրոֆա է դա։ Խենթանոց է լինելու։ Անպատկերացնելի է նման ընդդիմություն ունենալը, նման ազգային ժողով ունենալը։ Այնա ինչ ենք խորհրդարանական ընտրություններ անում, այնա թող իրանք մնան, ինչ տարբերություն։ Միգուցե սրանք ավելի լավն են, քան նրանք, ովքեր գալու են։ Շնորհակալություն, պարոն Բլեյան, հարցազրույցը։